Ադրբեջանական դիրքերով շրջապատված խնածախում գիշերային կրակոցներն արդեն 7-րդ օրն է չեն դադարում։ Գյուղում գրեթե բոլորը հստակ գիտեն, դրանք սկսվում են ճիշտ ժամը 22:20-ին, ավարտվում լուսադեմին 4:20-ին։ Այս կրակոցների տեսանյութը 3 գիշերը խնածախի տներից մեկից է նկարահանվել։ Ավելի վաղ էլ համացանցում էին նման տեսանյութեր տարածվում։ Անհանգիստ 7-րդ գիշերը ըստ գյուղացիների մի փոքրիկ դրական բան է տեղի ունեցել։ Կրակոցների ինտենսիվությունն է նվազել։ Խնածախցի Մանուշակ Սողոմոնյանը սակայն ասում է, երեխաներն ամեն կրակոցից սարսափում են, իսկ ծնողները տագնապած են։ Ինչ են անելու, երբ մի քանի օրից դասերը վերսկսվեն։ Գյուղի դպրոցն ադրբեջանական դիրքերից ընդամենը հաշված մետրեր է հեռու։ Երեխաները արձակուրդի մեջ են, հանգիստ ենք։ Ես հենց 2 երեխա եմ ուղարկում դպրոց, անհանգիստ պիտի ուղարկեմ, եթե չկանգնեցվի, չգիտեմ, երեխաների համար ենք ավելի շատ անհանգստանում, որ վախենում են։ Դպրոցից 3-րդ հարկից օդային 50 թե 100 մետր երևում է հենց Շնամու դիրքն է։ Գյուղացիներից ոչ բոլորն են ցանկանում խոսել, բայց չձայնագրվելու պայմանով ասում են, ամեն վայրկյան կարող են ադրբեջանական զինուժի թիրախում հայտնվել։ Չնայած ըստ նրանց ադրբեջանցիներն այս շաբաթ հիմնականում օդ են կրակել։ Լավ են հիշում, ադրբեջանական կողմը տարիներ առաջ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում տրակտորի վրա է կրակել։ Խնածախցի տիկին Մանուշակին հիմա միայն դպրոցական երեխաների անվտանգությունն է հուզում։ Պետք է դադարեցնեն։ Եթե այստեղ երեխաներ են ապրում, գոնե մի միջոց իշխանությունը պիտի ձեռնարկի, գոնե մարդիկ երեխաները չվախենան։ Էլի ապրում են, չեն ասում դուրս գա, բայց եթե արդեն կրակոցներ լինի մարդկանց վրա, չգիտեք, երևի ստիպված պիտի երեխաներին հանեն, բայց այս պահին դեռ հանգիստ են, որ բնակչությանը չեն վնասել։ Իշխանությունը կարծում է, որ հարցը դիվանագիտությամբ է հնարավոր լուծել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 3 մեկնաբանելով Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում կրակոցների մասին տեղեկությունը, ասաց ծանոթ է լրատվամիջոցների հրապարակումներին, տեսել է նաև տարածվող տեսանյութերը։ Ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության ավելի վաղ արած հրապարակումը, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածում, քանի որ ինչպես պնդեց, այդ կրակոցները չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Նման հաղորդագրություն ռազմական կառույցը 2 օր առաջ էր տարածել այն բանից հետո միայն, երբ լրատվամիջոցները սկսեցին գրել սահմանային 2 գյուղերում կրակոցների մասին։ Դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ Խնածախին հարևան Սյունիքի մյուս սահմանային գյուղում Խոզնավարում են 3 շարունակվել կրակոցները։ Ինչպիսի կրակոցներ էլ որ կան, այդ կրակոցների մասին տեղեկություններ պետք է լինեն։ Պաշտպանության նախկին նախարար Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասում է, ադրբեջանական դիրքերից կրակոցներն ու Բաքվի մեղադրանքները, թե հայկական կողմն է իր դիրքերը թիրախավորել, տեղեկատվական պատերազմի մաս է։ Ըստ падգամավորի, Բաքուն այդպես փորձում է վախեցնել ժողովրդին, իշխանությանն էլ պարտադրել կատարել իր պահանջները։ Դրանք ուղղված են եւ Հայաստանի Հանրապետության մեր ժողովրդի հոգեբանական ճնշումներ իրականացնելուն եւ ուղղված են Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ արագացրեք այն մեր պահանջները, որ մենք բացի խաղաղության պայմանագրից ներկայացնում ենք ձեզ, որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, բայց ես նորից եմ ասում, որ քաչ ծանոթ լինելով Ադրբեջանի հոգեբանությանը, ես նկատի ունեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հոգեբանությանը, իրենք փորձելու են մաքսիմալ կորզել եւ իրենք չեն գնալու հիմա խաղաղության գործընթացի իրականացման։ Ադրբեջանական դիրքերը թիրախավորելու մասին մեղադրանքներն ու Սյունիքի սահմանային գյուղերում կրակոցները հաջորդում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Չնայած Երևանի պատրաստակամությանը, Բաքուն այն ստորագրելու համար պահանջներ է առաջ քաշում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ու Հայաստանի սահմանադրության փոփոխություն։